կարծիքով ինչու է Հայաստանում աճում բռնությունների եւ սպանությունների դեպքերը։ Գիտեք ինչի между нами говоря, у нас хозяина нет. Это Пашинян, это не хозяин, а это подонок. Вот поэтому так получилось. Գործով զբաղվում են, ոնց են ասում, համապատասխան մարդիկ, չէ, մարմիններ։ Բայց այդ ովքեր որ նման բաներ են անում, պետք է մտածեն, որ հայ ազգին են խայտարակում առաջինը։ Իսկ եթե հերոստասույցով ու ալիքներով ցույց տան այդ ամենը, մեր ազգը ավելի կխայտարակվի։ Գործողությունները անելուց առաջ պետք է մտածեն ոչ թե եսասիրության, այլ ազգի մասին։ Բնական է շատ են։ Ինչու։ Որովհետև արմատները խորն են, դե մենք ձեզ գլխից սև ու սպիտակ բաժանվեցին, հիմա ավելի խորացան, սևի և սպիտակի հարաբերակցությունը տոկոսային աճեց մեկից մյուսին, նույն թվով ժողովրդի քանակը բոլոր կարգի մարդկանց մեջ, գողական, ընկերական, բարեկամական եւ այլն, այս բոլորը դարձրեցին չհաշված ժամանակը արդեն համբերության սահմանները բարձրացրեց, դարձրեց ավելի անհամբերելի, շատերը գիտակցեցին, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Դրա համար լավ չեն դաստիարակում դպրոցում։ Ոնց հասկանում եմ, այս երկիրը կործանման է գնում, իմ կարծիքն է այդ, դրա համար պատճառներից մեկը այդ է, էլի։ Ես չեմ նկատել ճիշտն ասած, որովհետև շատ ուժեղ հսկողություն կա կառավարության եւ մնացածի կողմից։ Իսկ ինչով է զբաղվում ԱԾ-ն կամ ոստիկանությունը։ Աճել է։ Ուղղակի մեր իմացությունն է, որ մենք գիտենք արդեն որտեղ տեղեկատվությունները շատ են։ Իսկ այն ժամանակ չի եղել տեղեկատվություն։ Եղել են սպանություններ շատ ու չի ասվել դրա մասին։ Իսկ ինչու է աճում։ Մի քիչ էլ թույլ երևի ոչ թե ղեկավարությունից ամեն իր դիրքում գտնվողը երևի ճիշտ չի աշխատում։ Որովհետև երևի նստածները իրենք բոլորը խուլիկաններ են։ Սկսած Նիկոլից վերջացրած ներքևինը դրանց են փողոցային են բոշա թալանչիներ են։ Եկել են իշխանության, բայց ինչ պիտի անեն։ Լավ, այդ ձևի մարդը կարող է իրենք են անում, այդ բոլորը որ անում են, իրենք են անում, իրենց մարդիկ են դա անում։ Դա այդ կողքից որ ասեն սա է, նա է, դա չի, ճիշտ չի։ Բոլոր իրենք են։ Այսքան ժամանակ, այսքան բան ա եղած, որովհետև մեկը նստած կա դրանցից։ Ոչ մեկը չի նստում, որովհետև իրենց դա ձեռնատու է։ Երևի թե շատ անարդարություններ հիմա մեզ մոտ կան, որ մարդիկ էլ ահա որ նեղված են բոլոր հարցերով, թե ֆինանսապես, թե քաղաքականապես, ամեն ձևով, մի խոսքով ուրախություն չկա։ Դաժանացել են մարդիկ երևի։ Երևի այդքան տենց ուշադիր չեն իրանց նկատմամբ, բացի թողված դեպքեր են դրանք։ Իմ կարծիքով այդ իստեղ կառավարության մեր ղեկավարության մեղքերքն են։ Ասեմ, մակարդակը քանի գնում ցածրանում է ժողովրդի բնակչության